Ուրեմն երեխեք ջան, ամփոփենք այսօրվա մեր թեման, դիվանագիտական հնարքները, հասկանանք այն հիմնական բաները, թեմատիկ ուղղությունները, որոնց վրա պետությունները կանգ են առնում իրենց արտաքին քաղաքականության կառուցման ժամանակ։ Մի բան պետք է հիշենք, որ դիվանագիտական հնարքները բան չեն, ինքնուրույն չեն աշխատում, այլ դրանք, այսպես ասենք, լրացնում են պետությունների արտաքին քաղաքականության ռազմավարությունները։ Մենք խոսեցինք այն մասին, որ պետությունները հիմնականում 4 ուղղություններ ունեն ռազմավարություններ կառուցելու, դա համադրումն է կամ համատեղումը, երբ որ խոշոր տերությունների հետ բոլոր հնարավոր խոշոր տերությունների հետ փորձում են համագործակցություն հաստատել, անգամ պոտենցիալ սպառնալիք ներկայացնող, դա ուներ իր այսպես ենթառազմավարությունները մի քանի ուղղություններով, խոսեցինք այն մասին, որ փոքր պետությունները երբեմն նաև փորձում են հակադրվել մեծ տերություններին, մասնավորապես կիրառելով թե անհատական բալանսավորման, թե նաև դաշինքային բալանսավորման ռազմավարություններ, եւ խոսեցինք այն մասին, որ փոքր պետությունները երբեմն նաև մեծ տերություններին դիմակայել չկարողանալով, բայց փորձելով ապահովել իրենց անվտանգությունը, դիմում են երբեմն նաև ստորադաշնակցման կամ ենթադաշնակցման, սա հանգեցնում է իհարկե որոշակի վճար են պետությունները տալիս իրենց ինքնավարության կորստով, եւ վերջին տարբերակը փոքր տերությունների համար ռազմավարական ինքնաբացառումն է, այսպես ասած, չեզոքություն, չմիացում, որի դեպքում փոքր պետությունը ձգտում է դուրս մնալ մեծ տերությունների մրցակցությունից ընդհանրապես։ Իհարկե, յուրաքանչյուր ռազմավարություն հնարավոր է կիրառել որոշակի պայմանների առկայության դեպքում, այդ պայմանները եւ կառուցվածքային են, այսինքն միջազգային համակարգի կառուցվածքային գործոններից են կախված եւ նաեւ ներքին կարողություններից են կախված, այդ թվում նաեւ կառավարող էլիտայի ունակություններից, պետության, այսպես ասենք, ռեսուրսների համախմբվածության աստիճանից, ներքին միասնականությունից եւ այլն։ Եվ այդուհանդերձ կան մի շարք դիվանագիտական հնարքներ, որոնք լրացնում են այս կամ այն ռազմավարությունը, այդ հնարքները երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ ռազմավարական վերջնարդյունք չեն ապահովում, սրանք ավելի շուտ կոնկրետ իրավիճակներին արձագանքելու գործիքներ են, ստեղծվել է ինչ-որ մի իրավիճակ եւ այդ իրավիճակում փոքր պետությունը որդեգրում է ինչ-որ քայլերի համալիր, նպատակ ունենալով հարմարվել այդ իրավիճակին, բխող մարտահրավերները չեզոքացնել եւ այլն։ Այսինքն դիվանագիտական այս հնարքները ծառայեցվում են այս կամ այն ռազմավարությանը։ Հիմա մենք փորձենք նաեւ այդ տեսանկյունից նաեւ թե կոնկրետ այս դիվանագիտական հնարքը ավելի համահունչ է այս ռազմավարությանը, թե մեկ այլն։ Դրանցից առաջինը այսպես կոչված լուր դիվանագիտությունն է, երբ որ փոքր պետությունը գործում է մեծ պետության հովանու ներքո, նրա հովանոցի տակ, նրան է այսպես ուղղված այդ լուր դիվանագիտությունը, չի փորձում որևիցե կերպ հակադրվել իր հովանավորին, թեև կարող է նաև համաձայն չլիներ ինչ-որ հարցերում, բայց այդ անհամաձայնությունը որևիցե կոշտ գործողության, գժտության կամ, չգիտեմ, դեմարշի չի հանգեցնում, այսինքն փոքր պետությունը նախընտրում է լուր իր գործողությունները իրականացնել, դուրս չգալով հովանավոր պետության հովանոցի տակից։ Այս դիվանագիտական հնարքը շատ ավելի բնորոշ է
կցորդման ռազմավարություններին, օրինակ ենթադաշնակցմանը, որի դեպքում փոքր պետությունը օգտվում է մեծ պետության հովանոցից անվտանգության, դրա դիմաց վճարելով իր ինքնավարությամբ։ Կրկին այս կցորդման ռազմավարության հնարքներից մեկն է որոշման փոխանցումը, երբ որ փոքր պետությունը իր համար խիստ կարևոր հարցի վերջնական որոշումը փոխանցում է մեծ տերությանը, ինքը խուսափում է այդ հարցով որևիցե լուրջ որոշում կայացնելուց, որը կարող է ունենալ ինչ-որ հետևանքներ։ Կրկին սա բնորոշ է, ինչպես ասացի, կցորդման ռազմավարություններին եւ բնորոշ է թույլ փոքր պետություններին։ Դա կարող է լինել նաեւ դաշինքի շրջանակում, բազմակողմ դաշինքի շրջանակում, բայց կարող է լինել եւ ավելի հաճախ մենք հանդիպում ենք երկկողմ դաշինքների շրջանակում, երբ որ փոքր թույլ պետությունը իր անվտանգության հետ կապված ինչ-ինչ հարցեր փոխանցում է մեծ տերությանը, նրան է վստահում այդ հարցի վերջնական որոշումը։ Դա կարող է իրավական որևիցե ամրագրում չունենալ, այսինքն որևիցե կոնկրետ պայմանագրի մեջ դա արտացոլված չլինել, կարող է լինել այնպիսի ձևակերպում, այսինքն ֆորմալ տեսանկյունից դա կարող է լինել համատեղ որոշում փոքրի եւ մեծի միջեւ, բայց իրականում հասկանալի է, որ որոշում կայացնողը հենց մեծ տերությունն է։ Հայաստանի պատմության մեջ, հենց ներկայիս պատմության մեջ, այն ինչ որ գրվում է այս պահին, եւս այս դիվանագիտական հնարքը մենք տեսնում ենք։ Ոչ պակաս յուրահատուկ ռազմավարություն է նաև հանդարտեցման, խաղաղեցման, դիվանագիտական հնարքը, պատմության մեջ սրա կիրառման դեպքերը շատ չեն, բայց բոլոր այդ դեպքերը հանգեցրել են տարօրինակ արդյունքի, ինչ իմաստով։ Խաղաղեցման նպատակը հետևյալն է, տրամաբանությունը, պետությունը կարծում է, որ իր հակառակորդը, իր թշնամին անհանգստացած է իր անվտանգության ինչ-որ հարցերում եւ փորձում է այդ հարցերում զիջումների գնալ նրան, կարող է դա լինել ինչ-որ խնդրի լուծում, կարող է լինել տարածքի հետ կապված եւ այլն։ Ենթադրվում է, որ հակառակորդը ագրեսիվ է այն պատճառով, որ այսինչ հարցում խիստ անհանգստացած է։ Ուստի նրան ինչ-որ զիջումներ անելով կարելի է փարատել նրա կասկածները կամ մտահոգությունները եւ նա կդառնա պակաս ագրեսիվ, այլևս որ այդպիսի գործողությունների չի դիմի, բայց պատմության մեջ բոլոր նմանատիպ դեպքեր ունեցել են հակառակ հետևանք, անգամ համաշխարհային պատերազմների հանգեցրել, դրա վկայությունը ազգերի լիգայի կողմից ընդունված որոշումները, Գերմանիայի եւ Իտալիայի հետ կապված, աֆրիկյան տարածքներ կային այդտեղ, դա էր, որը խթանեց ախորժակը, այսպես ասենք, Գերմանիայի եւ հանգեցրեց համաշխարհային պատերազմի։ Հիմա էլ մենք մեր պատմության մեջ, էլի Հայաստանի պատմության մեջ տեսնում ենք այդ դրսևորումը։ Վերջին մի քանի տարիներին մենք տեսանք այս քաղաքականության բացասական հետևանքները 2016 թվականից սկսած ապրիլյան պատերազմից սկսած, մենք տեսնում ենք, որ այս քաղաքականությունը ու դիվանագիտական այս հնարքը ունենում է շատ վատ հետևանքներ։ Չգիտեմ ինչու են մարդիկ շարունակում մտածել, որ կարող է հանկարծ նույն քայլը անելուց այլ արդյունք ստացվի, եթե պատմությունը ասում է, որ այդպես չէ։ Ինչևէ, հիմա այս դեպքում էլի ապացուցվում է պատմական այդ ճշմարտությունը։ Երրորդ, մյուս փաթեթը, այսպես ասենք, դիվանագիտական հնարքների արդեն հակառակ ուղղությանն է։ Բողոքի դիվանագիտությունը ավելի, այսպես ասենք, փոքր պետությունից պահանջում է ակտիվ պաշտպանական գործողություններ,
իմաստը կամ դրա դրսևորումը, ցուցադրական բախումնային մոտեցումներ, հայտարարություններ կլինեն, դեմարշներ կլինեն եւ այլն, եւ փորձում են այսպես ցույց տալ, որ փոքր պետությունը այսինչ հարցում ունի սկզբունքային դիրքորոշում, անզիջում դիրքորոշում եւ գլխավոր նպատակը եւ դեմոնստրատիվ, այդ կեցված կընդունելն է, արժանապատվություն եւ այլն եւ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է։ Այս ռազմավարությունը կարող է կիրառվել եւ չեզոքության, ինքնաբացառման ռազմավարությունների կոնտեքստում եւ կարող է կիրառվել հակադրման ռազմավարությունների կոնտեքստում, երբ որ փոքր պետությունը փորձում է մեծ պետությանը հակադրվել։ Սրա նման է եւ սրան կարելի ասել լրացնում է նաեւ խմբային դիվանագիտությունը, երբ որ փոքր պետությունը փորձում է իր արժեվ ծառացած խնդիրը կամ իր դրած նպատակը հասնել խմբային ջանքերով, համանման նպատակներ կամ խնդիրներ ունեցող այլ պետությունների հետ ջանքերը համատեղելու միջոցով։ Արդյունքում ակնկալում է, որ նրանց ազդեցությունը, էֆեկտը, իրենց այդ քայլերի, կոլեկտիվ քայլերի էֆեկտը կլինի շատ ավելի մեծ, նրանք ունենան բանակցային ավելի մեծ առավելություններ այդ խնդրի լուծման կամ, չգիտեմ, նպատակին հասնելու հարցում։ Սա հանգեցնում է վերջնարդյունքում հանգեցնում է նաև կարող է նաև ֆորմալիզացվել եւ ինստիտուցիոնալիզացվել եւ վերածվել համատեղ դիվանագիտության, այսինքն փոքր պետությունները ոչ միայն կոնկրետ տվյալ հարցում կհամագործակցեն, կհամատեղեն, այլ ընդհանրապես շատ այլ հարցերում եւ երկարաժամկետ գտնվածքում։ Դրա դրսևորումներից է օրինակ այդ դիվանագիտական համատեղ ներկայացությունները, ոչ ռեզիդենտ դեսպաններ եւ այլն, որ պետությունները, փոքր պետությունները նաեւ ֆինանսական ծախսերից, ավելորդ ծախսերից խուսափելու համար որոշում է, որ նրանցից որից է մեկի դեսպանությունը կիրականացնի դիվանագիտական ծառայություններ բոլոր մյուս խմբի անդամ պետությունների համար։ Փոքր պետությունները նաև հակված են կրկին օպտիմալացնելու նպատակով իրենց ծախսերը, ռեսուրսների ծախսը, հակված են նաև շատ հարցեր լուծել գագաթնաժողովների ժամանակ, բարձր մակարդակի հանդիպումների շրջանակում, նրանք հնարավորություն են տալիս, քանի որ գագաթնաժողովների մասնակցում են կարծես թե հավասարը են, հնարավորություն տալիս ինչ-որ չափով մեղմել այդ տարբերությունները, եւ այստեղ շատ մեծ դեր է խաղում արդեն տվյալ պետության առաջնորդի ով լինելը, նրա անձնային հատկանիշները, կարողանում են արդյոք խարիզմատիկ է օրինակ նա մյուս լիդերների հետ շփումների ժամանակ նրան հարգում են որպես, չգիտեմ, սկզբունքով վերջ, որպես մարդ, որպես լիդեր, նա ինչպիսի դեր ունի, կարողանում է լեզու գտնել, չգիտեմ, արագ ընկերանալ մյուսների հետ, հարաբերություններ, անձնական հարաբերություններ հաստատել, հետո նաև այդ հարաբերությունները ինչ-որ առարկայացնել, խմբավորումներ ձևավորել եւ այլն։ Փոքր պետությունների համար գագաթնաժողովները հնարավորություն են իրենց արտաքին քաղաքական նպատակները կամ առաջիկա խնդիրները լուծելու համար արագ այդ գագաթնաժողովների շրջանակում կազմակերպել այնպես հանդիպումներ, ձևավորել միջանձնային կապեր, որոնք հետագայում կօգտագործվեն այդ խնդիրների լուծման համար։ Սրանք այս հնարքը դիվանագիտական կիրառելի է կրկին ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությունների ռազմավարությունների համար, այսինքն եւ վերաբերում է ռազմավարության բոլոր այն ուղղություններին, բացառությամբ կցորդման, այսինքն 3 ռազմավարություններ այստեղ կարող են կիրառվել 3 ռազմավարությունների համար կարող է կիրառվել սա եւ համադրման, եւ հակադրման, եւ ինքնաբացառման համարյա թե ունիվերսալ դիվանագիտական հնարք է։ Նորմաստեղծ դիվանագիտությունը փոքր պետություններին շատ բնորոշ մի դիվանագիտական հնարք է, բոլոր փոքր պետություններն են փորձում ուժային դիսբալանսը, բնական դիսբալանսը, իրենց բնածին խոցելիություններ մեղմելու նպատակով
պաշտպանվել, այսպես ասած, նորմերի միջոցով, ստեղծել միջազգային նորմեր, որոնք ինչ որ չափով կբալանսավորեն մեծ պետությունների հետ նրանց ունեցած ուժային անհամամասնությունը, կզսպեն նրանց վարկը, կսանձեն նրանց գործողությունները եւ այլն։ Դա է պատճառը, որ նրանք շատ հաճախ են ինչ-որ միջազգային կազմակերպություններում հանդես գալիս միջազգային պայմանագրերի, ինչ-որ շրջանակային կոնվենցիաների նախաձեռնություններով։ Կրկին որոշակիորեն ենթադրում է օպտիմալացում նաև խորշի դիվանագիտությունը, երբ փոքր պետությունը մասնագիտանում է կոնկրետ հարցերում, փորձում է դառնալ դրոշակակիր այդ հարցում, բայց սա այնպես չէ, որ այդ դրոշակակիր դառնալը պետք է լինի իդեաֆիքս, պարզապես լինել դրոշակակիր, այդ դրոշակակիր լինել փոքր պետությունների համար շատ օգտակար է, բայց պետք է հստակ որոշվի այն ոլորտը, որտեղ արժի դառնալ դրոշակակիր, այսինքն այդ ոլորտը պետք է կապված լինի ազգային կամ տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե պարզապես ինչ-որ լիդերի երազանք լինի, անձնական ինչ-որ ցանկություն լինի։ Եվ այդ ոլորտը խիստ ցանկալի է, որ ունենա նաև հանրային այդ քայլերը, նախաձեռնությունները արժանացած լինեն հանրային լայն աջակցության, այսինքն հասարակական լայն շրջանակներ աջակցեն իրենց լիդերին կամ թիմին, կառավարող էլիտային այդ հարցում։ Երբեմն լինում է նաև մրցակցություն փոքր պետությունների միջև այս հարցում, եթե փոքր պետությունը որոշում է մասնագիտանալ ինչ-որ տնտեսաքաղաքական հարցերում, այսինքն եթե խոսքը վերաբերում է համաշխարհային տնտեսության մեջ ինչ-որ կոնկրետ ճյուղերում լիդեր դառնալուն, ապա այստեղ կարող է փոքր պետությունները նաև մրցակցել միմյանց հետ։ Սա էլ արդեն հասկանալի է, որ վերաբերում է գրեթե ունիվերսալ դիվանագիտական հնարքը եւ կրկին չի վերաբերում միայն ստորադաշնակցման կամ կցորդման ռազմավարություն, մյուս բոլոր դեպքերում սա կարող է կիրառվել։ Նմանատիպ այդ բան է, ավելի մասնավոր օրինակ է ձեռներեցության կամ ձեռներեցային բիզնես դիվանագիտություն, ասենք կամ չգիտեմ այդպես ոնց կարող է ճիշտ թարգմանել, սա արդեն կոնկրետ վերաբերում է բիզնես գրավչությանը պետության, օրինակ, դա կարող է դրսևորվել եւ հարկային յուրահատուկ նպաստավոր կամ հրապուրիչ պայմաններ ստեղծելուն եւ բիզնեսի գրանցման հարցում մեծ, այսպես ասած, հնարավորություններ տալուն, հարկային արտոնություններն, արագությունն է բիզնեսի գրանցման եւ այլն, որի դեպքում պետությունը փորձում է օգտագործել իր բնական կամ սոցիալական առավելությունները, այսինքն աշխարհագրական դիրք եկեք այստեղ բիզնես դրեք եւ դուք հնարավորություն կունենաք ներթափանցելու հարևան մեծ շուկաներ եւ այլն։ Հայաստանը փորձել է երբեմն այս դիվանագիտական հնարքը կիրառել, քան չի ստացվում մեղմ ասած։ Սա կարող է օգնել ոչ միայն պետությանը տնտեսական զուտ նպատակներով, այսինքն ներդրումներ հրապուրել, բիզնես ակտիվություն խթանել, շրջանառությունը խթանել ֆինանսական, այլ նաև վաղը միսօր կարող է դառնալ քաղաքական կապիտալ, որովհետև եթե խոշոր բիզնեսին է վերաբերում, նրանք ներկայացությունները, իրենց ներկայացությունները պաշտպանելու նպատակով վաղը միսօր կպաշտպանեն նաև այդ պետության շահերը ինչ որ միջազգային խնդիրների ծագելու դեպքում։ Դա մեր հարևանները օրինակ շատ ակտիվ օգտագործել են, Ադրբեջանը օրինակ շատ ակտիվ օգտագործել է միշտ այս դիվանագիտական հնարքը։ Սպეციფიկ դիվանագիտական հնարք է սփյուռքահեն դիվանագիտությունը, որի ժամանակ այն պետությունները, փոքր պետությունները, որոնք ունեն սփյուռք, այսինքն տարբեր երկրներում կազմակերպված համայնքներ, փորձում են այդ համայնքներին օգտագործել հյուրընկալող պետություններում որոշակի քաղաքական ազդեցություն ձեռք բերելու այդ պետությունների որոշումների վրա ազդեցություն ունենալու նպատակով։
շատ կազմակերպված այդպիսի քաղաքականություն վարում են օրինակ Հունաստանը, Իսրայելը, հատկապես Միացյալ Նահանգներում իրենց սփյուռքերի միջոցով, մեծ պետություններից էլ իհարկե կարող ենք թվել, Չինաստանն է օրինակ այդպիսի քաղաքականություն վարում, ու միջիններից էլ կարող է ասել Իտալիան էլ ժամանակին օգտագործում է ոչ այդքան ազդեցիկ է, լեհերն են օգտագործում եւ այլն, այսինքն սա միայն փոքր պետությունների մենաշնորհը չէ, բայց առավելապես օգտվում են հենց փոքր պետությունները, իմաստը, հա, սփյուռքը կապող օղակ է մայր երկրի եւ հյուրընկալող երկրի միջև եւ նպատակն է սփյուռքի գործողությունների արդյունքում հյուրընկալող երկրից ստանալ որոշակի օգուտներ, դա կարող է լինել ներդրումներ, կարող է լինել քաղաքական որոշումներ եւ այլն։ Եվս մի դրան նման քաղաքականություն է, դրա հակառակ արդեն տարբերակն է բազմամշակութային դիվանագիտությունը, որի դեպքում բազմեթնիկ հանրություն լինելը փոքր պետությունը փորձում է առևտրայնացնել, միջազգային իմիջ ստեղծել, այդ սա կարող է օրինակ կցված լինել խորշի դիվանագիտության հետ, ցույց տալ, որ նա կարողանում է այսպես ասենք խաղաղ համակեցություն ապահովել, ներդաշնակ համակեցություն ապահովել էթնիկ, էթնոմշակութային տարբեր հանրությունների միջև միևնույն հասարակության շրջանակում։ Դա կարող է ինչ-որ էլի առևտրայնացված լինել, օրինակ ամենամյա ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն այդ թեմաներով, գիտաժողովներ, մշակութային ինչ-որ ծրագրեր, չգիտեմ, ազգային մշակույթի ցուցադրություններ եւ այլն։ Այսինքն սա կարող է նաև խորշի դիվանագիտության բաղադրիչ լինել եւ փոքր պետությունը սա օգտագործի միջազգային իմիջ ստեղծելու համար։ Եվ վերջին դիվանագիտական հնարք, որի մասին կուզեի նշել, նորահայտ մի մեթոդ է, որը հետաքրքիր է զարգացման նոր ստիմուլ ստացավ վերջերս պայմանավորված համավարակի հետ, կորոնավիրուսի համավարակի հետ, ինչպես ասացի, փոքր պետությունները փորձում են օպտիմալացնել իրենց ծախսերը արտաքին քաղաքականության, որտեղ այնքան էլ շատ գումարներ չունեն, եւ փորձում են օգտագործել առավել մատչելի միջոցներ։ Դրանցից մեկը հենց կիբերոլորտն է։ Սա ինչ է ներառում, ժամանակակից տեխնոլոգիաների, նոր տեխնոլոգիաների օգտագործումը դիվանագիտության մեջ։ Սա կարող է ներառել օրինակ եւ on-line հանդիպումները, ասենք պարտադիր չէ դիվանագետներին, դիվանագիտական կորպուս ներկայացուցիչներին կանչել բերել քո երկիր, նրանք կարող են իրենց օֆիսներում մնալ այլ երկրներում, բայց այդ հանդիպումները ամենամյա կամ չգիտեմ ինչ-որ միջոցառումները կարող են կազմակերպվել on-line տարբերակով։ Փոքր պետությունը փորձում է նաև այս նոր տեխնոլոգիաների միջոցով ավելի շատ ճանաչելի դառնալ, հա, համացանցում տարբեր ինֆորմացիոն փաթեթներ են տեղակայում, նաև վճարովի գովազդում են այդ պետությանը, ինչ-որ ծրագրերի հետ կապված։ Այսինքն սա եւ սեփական, հա, երկրի արտաքին քաղաքականության ինչ-որ դիվանագիտական ծառայությունների հետ օրինակ կապված, ինչ-որ վարչարարական խնդիրներ լուծելու նպատակ կարող է հետապնդել եւ կարող է արտաքին քաղաքականության մեջ իմիջի բաղադրիչի զարգացման ուղղված լինել։ Այսինքն մի դեպքում դու քո վարչարարական ծախսերն ես կրճատում, դեսպաններին չես կանչում բերում քո երկիր, հետո նորից ետ ուղարկում նրանց, այլ on-line հանդիպումներ ես կազմակերպում եւ դա կարող են լինել նաեւ ոչ միայն քո սեփական դիվանագետների, այլ նաեւ քո արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումները։ Հա, այս վերջերս երևի թե նկատել եք ինչքան շատ են լինում on-line հանդիպումներ, կոնֆերանսներ, բարձր մակարդակի, հա, նախարարների կամ չգիտեմ անգամ պետությունների ղեկավարների մակարդակով։
Եվ մյուս կողմից նաև պետությունը, փոքր պետությունը քիչ գումար ծախսելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ավելի շատ անուն է հանում միջազգային ասպարեզում։ Սրանք այն հիմնականներն էին, իրականում էլի կան այսպիսի դիվանագիտական հնարքներ, մանր, բայց սրանք հիմնականներն են, որոնք շատ ավելի հաճախ են կիրառվել կամ կիրառվում փոքր պետությունների կողմից, դրա համար սրանք են առանձնացրել։ Այսքանը թերևս էլ ինչ որ հատուկ բաներ այստեղ չունեմ ես նշելու, ուստի սրանով ես կավարտեմ ձայնագրությունը։